Պարոն Սարգսյան, մինչ քաղաքական հիմնական թեմաներին անդրադառնալ, այսօր շատ ակտիվ քննարկվում է վարչապետի եւ տիկնոջ ամուսնալուծության հարցը, հա, այս անձնականը մի կողմ թողած, այստեղ քաղաքական ինչ-որ ենթատեքստ կա, թե ոչ, որովհետեւ այսպես մեկնաբանվեց, ասում են նախընտրական շրջան է, ուշադրություն գրավելու, PR տեխնոլոգիա է, դուք նման բան այստեղ տեսնում եք, թե ոչ։ Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանել քաղաքական գործիչները անձնական կյանք ունեն, անձնական կյանքի իրավունք ունեն եւ չեմ կարծում, որ այդ թեման է, որը ես պիտի փորձեմ մեկնաբանել, որպես հայ մարդ ցանկացած նման երևույթի ափսոսանքով եմ վերաբերվում, ես պահպանողական մարդ եմ, ես ամուր ընտանիքների կողմնակից եմ։ Հիմա սա բացասական կանրադառնա Նիկոլ Փաշինյանի այս քաղաքական գործունեության վրա, թե ոչ, օրինակ հենց նույն այդ մտածելակերպ ունեցող ընտրողները կարող է փոշմանեն։ Էլի դժվարանում եմ մեկնաբանել, ես կարծում եմ, որ մարդիկ պիտի ընտրությունը կատարեն տվյալ մարդու առաջարկած գաղափարներից, ոչ թե ընտանիք ունենալու, ամուսնացած լինելու կամ բաժանված լինելու հանգամանքից, համենայն դեպս ես կուզենայի, որ մարդիկ ընտրությունը այդպես անեին։ Իհարկե կլինեն մարդիկ, որոնք նաև նման հատկանիշներ հաշվի կառնեն, կլինեն մարդիկ, որոնք հաշվի չեն առնի, կավելացնի այդ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հնարավորությունը, բայց իմ ցանկությունն է, որ մարդիկ ընտրությունն անեն գաղափարի վրա։ Պարոն Սարգսյան, հիմա շատ ակտիվ նախընտրական շրջան է, օրինակ հայտնի դարձավ, որ Արթուր Վանեցյանը չի մասնակցելու ընտրություններին, սակայն մենք տեսնում էինք, որ այս ընթացքում ակտիվ գրասենյակներ էր բացում, քարոզչական առումով էր աշխատանքներ տանում, ձեզ ինչը կարող էր հանկարծակի նման որոշման պատճառ դառնալ։ Ես կարծում եմ քաղաքական դաշտում տեղի ունեցող ձևավորումները, որոնցում տվյալ քաղաքական ուժը իրեն իրացնելու եւ արժանավույն իրացնելու հնարավորություն չտեսավ, իրենք նաև ազգային ժողովում հրաժարվեցին մանդատներից, համարելով, որ իրենց խնդիրը ոչ թե մանդատներն է, այլ երկրի ներսում որոշակի փոփոխություններ անելը, եւ կարծում եմ, որ այդ թևերը, ես կարծում եմ, որ ելի կլինեն կուսակցություններ, որոնք հրաժարվեն ընտրություններին մասնակցելուց, տրամաբանությունը հետեւյալն է, որ այսօրվա գործող ընդդիմությունը հաղթելու շանսեր չունի, որովհետև իրենք իրենց համոզել են, որ իշխանափոխություն հնարավոր է մի պարագայում, եթե դա տեղի ունենա impeachment-ի միջոցով ազգային ժողովում, իսկ եթե ընտրությունները կազմակերպի Նիկոլ Փաշինյանը, ապա այդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին հաղթել հնարավոր չի։ Կան քաղաքական թևեր, ովքեր իրենք կամ անհատներ, ովքեր իրենց համոզել են, որ դա այդպես է, ընտրություններում հաղթել հնարավոր չի, հետևաբար այն ուժերը, ովքեր հիմի, որ արդեն այս ընտրություններով փորձում են դա անել, հաջողության չեն հասնելու, պարտվելու են, ազգային ժողովում փոքրամասնություն են լինելու, իսկ այն ուժերը, ովքեր դրան չեն մասնակցում, այդ գործընթացում մնալու են մաքուր եւ 2030 թվականին իրենք լինելու են այդ դաշտի հիմնական ֆավորիտը։ Ես կարծում եմ, որ քաղաքական հաշվարկը սրանում է։ Իսկ ինչ ուժեր էլ չեն մասնակցի, որ նշում եք, այլ ուժեր կլինեն, որ չեն մասնակցի։ Տեսեք, օրինակ Հանրապետականը ի սկզբանե ասում էր, որ իշխանափոխության միակ տարբերակը ազգային ժողովում անվստահության գործընթաց կազմակերպելն է եւ իրանք բաց ասում էին, որ եթե ընտրությունները կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, ապա այդ ընտրություններում հաղթել հնարավոր չի ու պիտի մինչև ընտրություններ կարողանալ համախմբվել ու Նիկոլ Փաշինյանին փոխել։ Այսինքն այս ասածս գաղտնիք չի եւ իրենք համոզված էին իրենց ասածի մեջ, այդ միանշանակ է, որտեվ ոչ մեկ անգամ, մի քանի անգամ են այդ ամեն ինչն ասել, այնպես որ իմ համար բացարձակ զարմանալի չի լինի, որ Հանրապետական կուսակցությունը որոշի, որ չի մասնակցում։ Եվ պարոն Սարգսյան, հիմա այդպես թևեր կան ձևավորված, Գագիկ Ծառուկյանի շուրջ կա համախմբում, Քոչարյանն է իր դաշինքով մասնակցելու, Սամվել Կարապետյանը, եւ նրանք գալիս են իշխանափոխություն անելու համար, դա հնարավոր լինելու է, թե ոչ, որովհետեւ օրինակ Կարապետյանի թիմից ասում են, որ այ մենք ինչ հայտնվել են քաղաքական դաշտում, իշխանություններն արդեն սկսել են
դրական փոփոխություններ անել, զգալով վտանգ, որ մենք իրենց իշխանությունից հեռացնելու ենք։ Գիտեք ինչ, անդիմությունը պիտի նման բաներ ասի, անդիմությունը ցանկացած դրական բան պիտի փորձի կապել իր հետ, իրենք մասնակցում են ընտրությունների, հույս ունենալով, որ պիտի հաղթեն, եւ այդ համատեքստում քարոզչությունն ու իրական իրերի վիճակը իրարից խիստ տարբերվում են, եւ ընդհանուր հարցումներն էլ, որոնք հանրային դաշտում վերջի շրջանում գոնե նույնիսկ գելափի մակարդակով որ դրվել են, ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղածների մեջ ամենաբարձրն է եւ այս առումով ես համոզված եմ, որ ռուսական դաշտում գործող քաղաքական ուժերը նույնիսկ ամբողջությամբ կոնսոլիդացիայի պարագայում կամ առանձին որևէ քվեջ փոշիացնելու պարագայում էլ հաղթելու շանս չունեն, որովհետև նույնիսկ վերջին իրական գելափի հարցումներով, որը արվել է թե Հայաստանում, թե Ադրբեջանում, թե Վրաստանում, Հայաստանում ռուսական ազդեցության կամ ռուսական գաղափարախոսության գրողների թիվը 32% է եղել։ Այսինքն արևմտյան թևում ինչքան էլ փոշիանա կամ ինչքան էլ պակաս լինի, սրանից ավել է եւ այս պարագայում, ասենք 32%-ով իրենք եթե ոչ մի քվել չփոշիացնեն, միևնույն է հաղթելու շանս չունեն։ Սա իրական տվյալ է եւ այս տվյալի հետ, այս տվյալին հակադարձելը անհնարին է։ Ինչ վերաբերվում է մեր ձևովին, ես նորից պիտի պնդեմ, որ Հայաստանի Հանրապետության օրենքները արգելում են արտաքին քաղաքական միջամտությունը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե չեմ սխալվում, 167 հոդվածն է, թե 168 հոդվածն է, արգելում է արտաքին ուժերի միջամտությունը այդ համատեքստում, առավել եւս այն կառույցների, ում սեփականությունը 30%-ից ավելին ոչ հայկական ծագում ունի, ու այս համատեքստում Սամվել Կարապետյանի իր ներկայությունը, իր մասնակցությունը այս առումով շատ խնդրահարույց է։ Ավելին է, որ հնարավոր է չգրանցեն իրեն։ Իհարկե կարող են չգրանցել։ Օրինակ Մոլդովայում, Մոլդովայի նախագահ Մարիա Սանդուն երկու քաղաքական կուսակցության չգրանցեց, մեկը Մեծ Մոլդովա, մեկը Իմ սիրտը Մոլդովա, ասեմ, որ Մեծ Մոլդովա կուսակցությունը հովանավորում էր Սամվել Կարապետյանի շատ ավելի հարուստ օլիգարխ շորը, ով էլի Ռուսաստանում էր հարստացել, ով էլի Գազպրոմի հետ որոշակի աֆիլացված կապեր ուներ, բայց շորը ի տարբերություն Սամվել Կարապետյանի հայտ չէր ներկայացրել կուսակցություն բացելու, հայտ չէր ներկայացրել այդ կուսակցության առաջին համարը լինելու, վարչապետի տեխնացու լինելու, ինքը ընդհանրապես։ Այսինքն դուք կարծում եք հիմք կա, որ Սամվել Կարապետյանի տեխնացությունը չպետք է գրանցել։ Ես ոչ թե կարծում եմ, ես համոզված եմ դրանում, որ բազմաթիվ հիմքեր կան, այնպես ինչպես Մարիա Սանդուն թույլ չտվեց շորին եւ նրա կուսակցությանը մասնակցել ընտրություններին, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց, նույն ձև միանշանակ Հայաստանում չպետք է թույլ տան, չպետք է թույլ տան, որ այդ մեր ձևովը գրանցվի։ Եվ պիտի ասեմ, որ միջազգային հանրությունը բացի Ռուսաստանից որևէ մեկը չմեղադրեց Մարիա Սանդուին ընտրությունները կեղծելու մեջ։ Ավելին միջազգային հանրությունը այդ ռուսական ռոպագանդայի, ռուսական ազդեցության եւ այլնի դրդապատճառներով փորձում է Հայաստանին օգնել հիբրիդային պատերազմի եւ այլնի համատեքստում։ Ավելին նույնիսկ Ռումինիայում գրեթե երկրորդ փուլի անցած նախագահի տեխնացուին հանեցին ու էլի աշխարհը չասաց, թե ինչ է կանում, որտեղ ակնհայտ էր ռուսական կապիտալի ներկայությունը։ Իսկ ինչի Ռումինիայում կարող են չգրանցել, Մոլդովայում կարող են չգրանցել, Հայաստանում պիտի գրանցեն։ Այստեղ օրինակ այս տրամաբանությունը, թե ինչի կարող են գրանցել, ես չեմ հասկանում, չպետք է գրանցեն։ Դուք տեսնում եք նման ազդակներ, որ պատրաստ է Հայաստանի իշխանությունը նման քայլի։ Ես դժվարանում եմ ասել, Հայաստանի իշխանությունը կգնա նման քայլի, թե չէ։ Ես անձամբ գտնում եմ, որ Հայաստանի իշխանություններին ես ու դուք հարկ ենք վճարում, որպեսզի նրանք ապահովեն արդար ընտրություններ եւ արդար մրցակցային պայմաններ։ Տեսեք, մեր կուսակցությունը, եթե այսօր որևէ տեղ գումար է ծախսում, ինքը պիտի հաշվետվություն ներկայացնի եւ հակակոռուպցիոնը մեզ ստուգում է։
Ես այսօր մեքենայով գալիս եմ, չգիտեմ, բազմաթիվ հայկական ռադիոկայաններ Հյուսիսային Կորեայի խրոխտ հաղորդավարի ձայնով հայտարարում են, որ դուք, չգիտեմ, բնակարաններ կունենաք 20,000 հատ զրոհարկ կմուծեք, դեղերը 20% էժան կառնեք, գնացեք եւ ընտրեք։ Այսինքն ոչ մեկ չի ասում, թե ես ինչ քարոզարշավ է, ինչի է կանում, ասենք օրենքի բաց է, հա, իրավունք ունի։ Մինչև ընտրություններ կանի, ընտրություններից հետո նոր կհաշվառը։ Մինչև ընտրություններ ինչքան գրասենյակ կուզի կբացի ու ինչ ծախսել կուզենա կանի, ու ընտրություններից հետո է նոր պիտի հաշվառեն։ Այս արդար է, թե արդար չի։ Դե օրենքը ասում է նախընտրական շրջանում պետք է այդ հաշվետվությունը լինի։ Նախընտրական օրենք այո։ Քարոզարշավի Օրենքը այո, այդպես է ասում։ Օրենքը այո, այդպես է ասում, ու շատ վատ է, ու որ դա օրենքի բաց է։ Ինչի պիտի մենք հաշվետվություն ներկայացնենք, որտեղ գրանցված կուսակցություն ենք, իրենք չպիտի հաշվետվություն ներկայացնեն, թե այդ գումարները իրենց որտեղից, որ իրենք այդ պատվերները իրենք էլ են արդեն գրանցված։ Դե որ գրանցված են, արդեն իրենք էլ պիտի իրենց այս ծախսերը նախընտրականի մեջ չեն մտնելու։ Մենք էլ եթե անենք, այդ ծախսերը նախընտրականի մեջ չեն մտնելու։ Բայց մենք չենք կարողանում այդ ծախսերն անենք, որովհետև նախ այդ գումարները չունենք, երկրորդ նախընտրական հաշվի համար չենք բացել, որ դրա մահավաք անենք, որտեղ այդ կարող ենք բացել մենակ նախընտրականի, երբ որ հաստատ, իսկ իրենք կարողանում են։ Իսկ իրենց որտեղից է։ Իրենք այնտեղից, որտեղից որ իրենք մեծ գումարներ են աշխատել, որտեղ սեփականություն իրենց ունեցած սեփականությունը 30%-ից ավելին է։ Ընդհանրապես Սամվել Կարապետյանի կախվածությունը Ռուսաստանից ակնհայտ է ու չափից ավելի մեծ է։ Եվ Սամվել Կարապետյանի գործնեությունը եւ այն հայտարարությունները շատ քիչ որ ինքը անում է, շատ վտանգավոր են մեր երկրի համար։ Օրինակ Սամվել Կարապետյանը խոսում էր նաեւ ռուսաց լեզուն պետական լեզու դարձնելուց։ Օրինակ դուք կարող եք ասել Ուկրաինայում պատերազմը ինչից սկսեց։ Ես ասեմ, այդ պատերազմը սկսեց ռուսաց լեզուն պետական լեզու դարձնելու դրդապատճառից։ Այսինքն ռուսական թևի գործնեությունը թե Ուկրաինայում, թե Ղազախստանում, թե Հայաստանում, թե Մոլդովայում նույն մեխանիզմն է, նույն ձևերը։ Այս ակնհայտ է, չէ՞։ Սրան հակադրվել կամ էս չտեսնելու տալ, կամ ասել բերեք հիմքեր ու ապացուցեք, որ Սամվել Կարապետյանն է այդ ֆինանսավորում, այս շրջապատի մարդիկ են ֆինանսավորել։ Սանդուն արեց, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ պարտավոր են անում։ Կանեն թե չէ, ես չգիտեմ։ Հիմա ասում են Եվրամիությունը այստեղ խումբ է ուղարկելու հիբրիդային պատերազմի դեմ պայքարի հարցում աջակցելու համար։ Ինչ վտանգներ կան, ինչի համար է այդ խումբը գալիս, ձեզ համար հայտնի է այդ ռիսկերը այս փուլում։ Գիտեք, հիբրիդային պատերազմի համատեքստում հիմնականում տեղեկատվական պատերազմի հիմքում դնում են կեղծ տեղեկությունները, որոնք եթե հայկական որևէ ընկերություն, ասենք, պարոն Յոնիսյանի ընկերությունն ասում է, որ սուտ է, այդ մարդիկ համարում են ոչ այդքան արժանահավատ։ Այնպես ինչպես Հայաստանի սահմաններին, երբ որ կրակում էին Հայաստանի տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ ասում էին, որ դա սուտ է, մարդիկ չէին հավատում դրան, իսկ երբ որ եկան եվրոդիտորդները, արդեն չհավատալ չկարողացան, չէ։ Նույն կերպ այս խումբը արդեն քաղաքական դաշտում, այսպես ասած, տեսակետների կամ մամուլի տարածած կամ տեղեկատվական նորությունների հետ կապված եկած նյութերը ասում է ճիշտ են, թե սուտ։ Եվ այդ դառնում է արժանահավատ, որտեղ ինքը նեյտրալ մարմին է։ Իրենք այդպես գործել են Մոլդովայում եւ դա դրական արդյունք է տվել, եւ ես շատ ճիշտ եմ համարում ու դրական եմ համարում, որ Արարատ Միրզոյանը դիմել է այդ առումով Եվրամիությանը եւ իրենք այդ խումբը կուղարկեն։ Բնականաբար այստեղ բավարար է մտնել համացանց ու տեսնել, ասենք, թե այդ համացանցում TikTok-ներում եւ այլներում ինչեր են տարածում, ներառյալ ում թուրք լինել է Էրդողանի հետ շփումները եւ այլ, ու այս ամեն ինչը որոշակի շերտի մոտ գնում նստվածք է տալիս, իսկ երբ որ նեյտրալ կառույցն ասում է անմիջապես հակազդում է, ասում է, թե տեղեկությունը սուտ է, սա իր ազդեցություն ունենում է։ Սա միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերի։
Այդ միջամտությունը այնքանով, ինչքանով Մարիա Զախարովան է այդպես համարում, իրականում դա բացարձակ միջամտություն չէ, դա հավասար պայմանների ապահովման հնարավորություն է։ Միջամտությունը Ռուսաստանի կողմից արվողն է, որը 165 միլիոն դոլար գումար է ներկայացրել, տվել ինչ որ կառույցի, որի ղեկավարը Կիրիենկոն է, որն էլ պիտի փորձի այստեղ ծախսել։ Եվ որ իրենք նման գործունեություն ծավալել են եւ այդ ծախսերն արել են, այդ ակնհայտ երևում էր նաեւ Ուկրաինայում պատերազմից հետո, որ ներկայացրեցին, թե այդ որ 3 օրում պիտի հաղթեին, ինչի չհաղթեցին, ովքեր էին մեղավոր ու այդ գումարները ովքեր էին մսխել եւ որևէ արդյունքի չէին հասել։ Այսինքն Ռուսաստանը որ փող է տալիս, դա միջամտություն է, հիբրիդային պատերազմ է, Եվրոպան որ փող է տալիս, դա միջամտություն չէ եւ հիբրիդային պատերազմ չէ, ճիշտ եմ հասկանում։ Դուք այդ խնդիրը նույն հարթության մեջ որ դնում եք, ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև եվրոպական դիտորդները մշտապես ներկա են եղել Հայաստանի ընտրություններում եւ իրենք անաչառ տեսակետ են հայտնել, ռուսական դիտորդները կամ SNG-ի դիտորդները նույնիսկ մարտի 1-ից հետո եղած ընտրությունները համարել են արդար ընտրություններ։ Հետևաբար դրանք նույն հարթության կառույցներ չեն եւ դրանց համեմատությունը կներեք, բայց կոռեկտ չի։ Երկուսն էլ դրսից Դա եկած ինչ կապ փողեր ունի։ են։ Դրսում կան ուժեր, որոնք ժողովրդավարության մարդու իրավունքների կողմնակից են, եւ դրսում կան պետություններ, որոնք մարդու իրավունքների ու ժողովրդավարության կողմնակից չեն։ Կոնկրետ Հայաստանի պարագայում երբեք նման դրսևորումներ էլ ցույց չեն տվել, որ իրենք որևէ ընտրության եկած լինեին, ու ասած լինեին, որ գիտեք ինչ, այ Ռոբերտ Քոչյանը, երբ որ 2004 թվականին ընտրվում էր կամ երբ որ սահմանադրական դատարան անգամ որոշում էր կայացրել վստահության հանրակրվե անցկացնել այդ չարեց, այդ օրենքի սահմանադրության չկատարում կամ իրենք միանշանակ ասեցին շատ ճիշտ է արել, լավ է արել։ Իրենք հակված են անընդհատ նույն իրենց իրավահաջորդ իշխանություններն ունենան, իրենք չեն թաքցնում, որ Հայաստանում իշխանությունները փոխել է պետք, իրենց, չգիտեմ, անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն ասում է, զարմանում եմ, որ մինչև մի չեք սպանել Նիկոլ Փաշինյանին եւ այլ, իսկ Դուգինները ու Սալավիովները, ով իրենց հիմնական գաղափարախոսության կրողներն են, ասում են Ղազախստանից սկսած մինչև Վրաստան կամ Պիրուսական լինեն, կամ հակառակ դեպքում իրենք մեր դեմ են լինելու, իրենք չպետք է անկախ պետություն լինեն։ Այս համատեքստում է։ Պարոն Սարգսյան, Գյումրի 2-ն ինչ է։ Իշխանությունները ամեն օր հայտարարում են, որ Գյումրի 2 չի լինելու, Քոչարյանը եւ երկու օլիգարխներ իշխանության չեն գալու։ Ընդդիմության միավորումը դա այդպես հակասահմանադրական է, հակաօրինական է։ Ընտրական օրենսգիրքը խրախուսում է դաշինքները։ Ինչի է սա իշխանությանն անհանգստացնում։ Եվ հետո նաեւ դուք եք իրենց հետ կոալիցիայի մեջ, կոալիցիա կազմելը այդքան վատ բան է։ Նախ պիտի ասեմ, որ կոալիցիաներ ձևավորելը խորհրդարանական համակարգի պարագայում շատ դրական բան է եւ պարտադիր բան է։ Ամբողջ Եվրոպան գործում է կոալիցիաների տարբերակով, Եվրոպայում որևէ քաղաքական ուժ 35-36%-ից ավել չի հավաքում եւ դա քաղաքական դաշտի կայացմանն է տանում։ Կոալիցիաները հիմնականում չեն, շատ քիչ է պատահում, որ կոալիցիաները խզվում են, դաշինքները հիմնականում խզվում են կամ փլուզվում են ժամանակի մեջ, որովհետև ընդհանուր շահերի համատեքստում կորցնելու բան չունի։ Եվ խորհրդարանական համակարգում կոալիցիաների գոյությունը նաև կուսակցությունների ախորժակը զսպելու լուրջ գործիք է։ Հակառակ դեպքում, երբ որ որևէ կուսակցություն 50 եւ ավելի է ունենում, ինքը իր վարչապետից, իր ղեկավարությունից վամպիրի նման անդադ պահանջում է, նա էլ ինչքան տա, այդ կուսակցությունը համարում է, որ քիչ է, ինքն ավելին է արել, իրեն ավելին է հասնում եւ փաստի առաջ են կանգնեցնում իրենց վարչապետի տեխնացուին, այդպես կարող են պնդել իշխանության մեջ մեծամասնություն ունեցած ցանկացած ղեկավար։ Սա ակնհայտ փաստ է։ Ինչ նշանակում է Գյումրի 2 տեղի չի ունենա, ես այդ գաղափարի մոտեցումը հետեւյալ համատեքստում եմ նայում, ցույց տալը, որը խնդիրը ոչ թե կոալիցիային է, այլ ռուսական ուժերի հաղթանակը։ Այսինքն ռուսական ուժերը այլևս հաղթանակ չեն ունենա։ Երբ որ ես ասում եմ Գյումրի 2 չի լինի, ես ասում եմ ռուսական ուժերը այլևս որևէ տեղում մեծամասնություն չեն ունենալու։
Ես այս տեսակետն ունեմ, այս մոտեցումն ունեմ։ Իշխանությունը ինչ համատեքստում է ասում, չգիտեմ։ Եթե իրենց հանդիպում եք վարչապետի ասուլիսներին ներկա եք լինում, այդ հարցը Բայց ընդդիմությունը հակաօրինական բան չի անում։ Իհարկե հակաօրինական չի, երբ որ մարդիկ կոալիցիա են կազմում։ Հակաօրինական չի, բացարձակ կոալիցիա կազմելը օրինաչափություն է, երբ որ անցնում ես խորհրդարան կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, դա հակաօրինական չի։ Ոչ մեկը չի ասում, որ կոալիցիա կազմելը հակաօրինական է։ Ասում են, որ ռուսական ազդեցության ուժերը պայքարի իրենց մեթոդներում Հայաստանի ինքնիշխանության դեմ քարոզչություն են անում քարոզչություն են ծավալում, արտաքին քաղաքական աջակցություն ունեն, հիբրիդային պատերազմի էլեմենտ են եւ այդ պատճառով իրենց կոալիցիա կազմելը թույլ չենք տալու, մոտավորապես այս կամ իրենց իշխանության գալը թույլ չենք տալու։ Դուք նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը թույլ չեք տալու, որովհետեւ իր հայտարարություններից նկատում ենք ռուսամետություն, օրինակ 102-րդ ռազմաբազան չի ուզում հանել, որովհետև մտահոգություններ չունի Ռուսաստանի նախագահին շնորհակալ է պարտական է պատերազմը կանգնեցնելու համար, ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց չի սկսում, պայքարելու եք իր դեմ։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը խոսում է բալանսավորումից եւ փորձում է բալանսավորել, այսինքն ինքը նաև Միացյալ Նահանգներում եռակողմ փաստաթուղթ է ստորագրում, Թրամփի հետ երկկողմ փաստաթուղթ է ստորագրում, ինքը նաև Հայաստանի սահմանային ուղեկալներից, որտեղ անցուդարձ պիտի լինի, այդ անցուդարձի կետերից հանում է ռուս սահմանապահներին, ի ուրախություն մեզ նաև վերջինը Ախուրիկի կայարանից սահմանապահների դուրս անումներ, ինչը ողջունելի է, եւ սա զայրացնում է Ռուսաստանին։ Մենք քաղաքական կուրսի ամբողջությամբ փոփոխության կողմնակից ենք եւ այդ առումով այո քննադատում ենք նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Մենք գտնում ենք, որ երկու աթոռի վրա նստելը ոչ նպատակահարմար է եւ ինչ որ պարագայում դա հակառակ ազդեցություն է ունենալու։ Բայց եթե խնդիր է առաջանում կոալիցիա կազմելուց ընտրություն կատարել բալանսավորողների թելերիվ ռուսական գծի մեջ, այստեղ ակնհայտ է, որ բալանսավորողների մոտեցումներում գոնե 50-60% մեր մոտեցումների հետ համընկնող կետեր կան։ Ու մոտավորապես այն հանգամանքը, ինչը հիմա տեղի է ունենում հայկական երկաթուղիների հետ կապված, ես համարում եմ ամենակարևորը եւ ամենաէականը։ Եվ այս սահմանապահների դուրսբերումը որոշակի հույս է ներշնչում, որովհետեւ ես երբ որ երկաթգիծը սեփականաշնորհվեց 2008 թվականին, դրանից հետո ու այս վերջերս օգոստոսի 8-ից հետո ես փորձեցի հասկանալ խնդիրն ինչու է սեփականաշնորհվել։ Մարդը, որը իշխանությունից, ասենք, ինքը փետրվարի 28-ին հրաման է ստորագրում, որից հետո մարտի 1-ը ու արդեն ինքը չի ու ինքը պիտի գնա, ինչ դրդապատճառ պիտի լինի, որ այդ մարդը, ասենք, այդ երկաթուղիների թուղթը ստորագրի ու դա դավարձակալության։ Ու այստեղ երկու տարբերակ կա։ Տարբերակ մեկ, որ ռուսական կողմը խոստացել է, որ հայկական երկաթուղիները ուղղակի Աբխազիայով երկաթգիծը կբացվի ու կաշխատեն։ Որովհետև հայկական երկաթուղիները ընդհանուր առմամբ ինչ որ մենք տվել ենք կոնցեսիոն համաձայնության 750 կիլոմետրը, այդ ժամանակ ընդամենը 3 միլիոն տոննա բեռ է փոխադրել, այսինքն պակուղի է եղել։ Այն դեպքում, որ Վրաստանը 14 միլիոն, Ադրբեջանը 18 միլիոն բեռ է փոխադրելու եղել։ Այսինքն ակնհայտ է, որ փակուղի է 3 միլիոնի։ Հիմա իհարկե դրանից էլ պակաս է, 1-2 միլիոն է։ Այսինքն 3 անգամ կրճատվել է համարյա։ Բայց այն ժամանակ, երբ որ վերցրել են, ամենայն հավանականությամբ հայերին ասել են, որ տվեք մեզ եւ մենք աբխազական երկաթուղին կբացենք եւ Ռուսաստան-Հայաստան երկաթգիծ կաշխատի։ Այս մի տարբերակ, այս պարագան կարծում եմ, եթե այդպես է եղել, ճիշտ կլինի ու լավ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը խոստովանի, որ նման պայմանավորվածություն է եղել, որը ցավոք չի ստացվել։ Քոչարյանը վերջերս հորդորում էր իշխանություններին, ասում էր հենց խոսել Աբխազիայի իշխանության հետ, Աբխազիայի իշխանության հետ Աբխազիան Ռուսաստանի կազմում է։ Այսինքն ինչ է նշանակում խոսել Աբխազիայի իշխանության հետ։ Աբխազիան Ռուսաստանի կազմում է եւ Ռուսաստանը Դասմա երկխոսության բերեք աբխազներին եւ ռուսներին։ Անհետ է ասացին, Արեգ ջան,
Անհետետ է շատ པարզ պատճառով, որտեվ հայկական երկաթուղիները կոնսենսիոն պայմանագրի համաձայնություն են վերցրել հարավկովկասյան երկաթուղիները։ Իրենք են վերցրել, իրենք վերցրել են ինչի համար։ Իրենք կամ ասել են մենք կբացենք այդ եւ այդ կաշխատի, կամ այստեղ կոռուպցիոն ինչ-որ բան կա։ Հակառակ դեպքում մի ամիս հետո իշխանությունից հեռացող մարդը այդ կոնսենսիոն համաձայնության թուղթը չէր ստորագրի։ Այս երկուսից մեկն է։ Միգուցե ես Ռոբերտ Քոչարյանի մասին ավելի լավ կարծիքի եմ, բայց ես մտածում եմ, որ վստահեցրել են Հայաստանի իշխանություններին, որ դա տվեք, ու մենք այս երկաթգիծը կբացենք։ Լավ տվել են, անց է գնացել է։ Ես քննիչ չեմ էլ ուզում դրա մեջ խորանալ։ Եվ այդ պիտի բացեին ռուսները։ Հիմի չեմ բացել ռուսները այդ երկաթգիծը։ Այս ընթացքում այդ երկաթգծում բազմաթիվ չարաշահումներ են եղել, դրանում էլ չեմ խորանում։ Բայց այսօր խնդիր կա։ Այսօր խնդիրը նրանում է, որ այդ ճանապարհը 230 կիլոմետր, որը սկսում է Երասխավանից, ավարտվում է Ախուրիկ կայարանը։ Այդ 230 կիլոմետրը, որպեսզի արդիականացվի, 150-ից 160 միլիոն դոլարի ներդրում պիտի արվի։ Ռուսական հարավկովկասյան երկաթուղիները իրենք 600 միլիոնից արդեն 540-ը ծախսել են եւ իրենք տակում ունեն 60 միլիոն։ Այսինքն եթե իրենք ուզենան այդտեղ ներդրումներ անեն, պիտի լրացուցիչ գումար բերեն, որտեվ եղածն արդեն ծախսել են։ Իրենք չեն ուզում այդ անել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թող վաճառեն որևէ երրորդ երկրի։ Իրենք այդ երրորդ երկրին ես գիտեմ, որ Կատարին մերժել են, որ ուզեցել է գնել, արդեն մերժել են, ասել են չենք վաճառում։ Այստեղ խնդիրը իսկապես Հայաստանի հետագա շահերին է վերաբերում, ինքը գերկարևոր Կա որևէ պետություն, որին Ռուսաստանն ուզում է վաճառել։ Ինչպես Կա որևէ պետություն, որին Ռուսաստանը կողմ է կառավարում։ Ոչ, չկա որևէ պետություն եւ Ռուսաստանը չի ուզում վաճառել այդ որևէ պարագայում, որտեղ հակառակ դեպքում որևէ երրորդ երկրի համաձայնություն արդեն տված կլներ։ Շոյգուն ասեց կփլուզվի երկաթուղային համակարգը մի գիշերում, եթե վաճառվի։ Գիտեք ինչ, չեմ ուզում Շոյգուն այլ բառ չերել կարող ասել ու այդ մեկնաբանելու չի։ Ես ուղղակի ուզում եմ շարունակել, թե ես ինչ լուծում եմ տեսնում, Նարեկ ջան։ Այսինքն կա խնդիր, որը լուծել է պետք։ Ռուսաստանը չի ուզում վաճառել։ Շոյգուն էս ասեց, Մարիա Զախարովան են ասեց։ Եք ասեն, իրենք բա ինչ պիտի ասեն։ Ակնհայտ է, որ իրենք չեն ուզում վաճառել, չեն ուզում այստեղից դուրս գալ, իրենց ձեռնատու չի, որ Հայաստանում այդ 240 կիլոմետրն էլ որպես Թրամփի ուղի, որպես թռիփ աշխատի, որտեղ իրենք թռիփին դեմ են։ Հետևաբար Հայաստանի իշխանությունները, որոնք նաև ձերբնդման ռուսամետ են, ինչ պիտի անեն։ Տարբերակ 1 Իրենք այնպես ինչպես Սամվել Կարապետյանի ցանցերն էին, պիտի ասեն դուրս եկեք, մենք այդ ժամանակավոր կառավարիչ ենք նշանակում, գնացեք դատարաններում խնդիրը լուծեք, որովհետև դուք ձեր պարտականությունները չեք կատարել։ Այս տարբերակը ծանր տարբերակ է։ Այս տարբերակը լուրջ բարդությունների կբերի, որտեվ Ռուսաստանը այդ պետություն է, հարավկովկասյան երկաթուղիներն էլ պետական կառույց են, ու Սամվել Կարապետյան չեն, ու այդտեղ Հայաստանը կարող է լուրջ խնդիրների տակ ընկնել։ Մյուս տարբերակը ո՞րն է, որ Հայաստանն ասի, որտեղ ես բացել եմ այդ պայմանագիրը նայել եմ ու այն թվերը, որոնք որ ասում եմ, այս քանի օր է քչփորում եմ, որ ելք գտնեմ։ Մյուս տարբերակը այնտեղ ֆորս մաժորի հնարավորություն կա, որ կողմերը ինչպես կարող են հրաժարվել։ Հայաստանը կարող է ասել, որ մենք հիմա գտնում ենք նպատակահարմար, որ մենք մեր երկաթուղիները, որը մեր սեփականությունն է, հետ ենք վերցնում կոնսեսիոն կառավարումից եւ ձեզ պատճառած վնասը այն գումարների, ինչ որ ապագայում դուք պիտի ստանայիք այն շահույթները, հաշվարկեք, մենք այդ փոխհատուցում ենք։ Հիմա հարց կառաջանա, իսկ փոխհատուցելը որտեղից։ Հայաստանին գումարն ունի թե չէ։ Ես ասեմ, այո, ունի այդ գումարը, ու այդ գումարը իմի Ռուսաստանում է։ Ո՞րն է այդ գումարը։ Հիշում եք, Հայաստանը զենքի համար 400 միլիոն գումար էր վճարել, եւ Ռուսաստանը այդ գումարը ասաց, որ զենքը չէր տալիս, այդ գումարն էլ ասաց հետո փոխհատուցեմ, չգիտեմ։ Չէ, հետո ասաց Հայաստանի կառավարությունը, ֆինանսների նախարարությունը նշեց, որ դա ուղղվում է 16-15 թվականներին Ռուսաստանից վարկով ձեռք բերված զենքերի սպասարկմանը, վարկի սպասարկմանը։ Ոչ, բացարձակ այդպես չի, այդ գումարը իրանք չեն վճարել, այդ 400 միլիոնը դեռ օդի մեջ է, իրանք այդ գումարը ասեցին, երբ որ կլինի Խաբում է ֆինանսների նախարարությունը։ Ես չգիտեմ ֆինանսների նախարարությունը ինչ է ասում, բայց այսօր Հայաստանի իշխանությունը հանգիստ կարող է ասել, որ այդ գումարը ինչ որ ձեր մոտ է, ինչի դիմաց պիտի զենք մատակարարեիք մեզ,
այ այդ գումարը վերցրեք եւ այդ գումարի փոխարեն հարավկովկասյան երկաթուղիները հետ վերադարձրեք մեզ։ Այս տարբերակ է, որը կարող է աշխատել։ Եթե նույնիսկ այդ գումարը ինչ որ կերպ ֆինանսների, այսինքն ինչ է նշանակում 15 թվականին գումարը փոխանցվել է զենք գնելու 15 թվականից հետո, ոչ թե մինչև 15 թվականը, այսինքն եթե պարտ կար, այդ գումարը այն ժամանակ պիտի վերցնային ֆինանսների նախարարություն, ասային դուք պարտք ունեք, գումարը փոխանցվել է պաշտպանության նախարարությանը զենքի դիմաց, իրանք պիտի պարտավոր լինեին զենքի դիմաց մեզ զենք մատակարարել։ Իրենք այդ զենքը չեն մատակարարել մեզ, դրա փոխարեն 15 թվականին ինչ է եղել, այդ փոխհատուցում չի։ Հիմի մերոնք կարող են դիմել, ասել այդ գումարը փոխհատուցեք երկաթգծի, փոխհատուցեք այդ երկաթգծի գինը։ Նույնիսկ եթե այդ պատրվակն էլ բերեն, էլի էստեղ ասենք այդ երկաթգծի այն շահույթները ինչը պիտի ունենար հարավկովկասյան երկաթուղին, այդ շահույթները չեն անցնի 200 միլիոնը։ Ու Հայաստանը կարող է այդ գումարները վերցնել վճարել, բայց այդ երկաթգիծը պիտի Հայաստանի Հանրապետությունը հետ վերցնի ու պիտի սեփական։ Պարոն Սարգսյան, 102-րդ ռազմաբազայի արկայությունը Գյումրիում մտահոգիչ է թե ոչ։ Իմ համար մշտապես մտահոգիչ է եղել, որտեղ այդ ռազմաբազան այսօրվա պարագայում որևէ խնդիր չի լուծում։ Եթե մինչև 2020 թվականի պատերազմը ինձ այդքան էլ նեղություն չէր տալի այդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում, 2020 թվականի պատերազմից հետո ու մինչև հիմա նոյեմբերի 9-ին երրորդ կետ պնդող պետությունը իմ մոտ որևէ վստահություն չի ներշնչում, հետևաբար ինքը մտահոգության տեղիք է տալիս, այո։ Եվ պարոն Սարգսյան, հիմա ընտրություններից հետո լինի իրավիճակ, դուք պատրաստ կլինեք ՔՊ-ի հետ կոալիցիայի գնալ, թե ոչ։ Գիտեք ինչ, նախ ընտրություններից հետո պիտի պարզ դառնա, թե ընտրություններում ինչպիսի դասավորություն է։ Եթե լինի այնպիսի դասավորություն, ինչպես դուք եք ասում, ռուսամետ ուժերի իշխանության գալը թույլ չտալ, կանխել, հա, դուք պատրաստ եք ՔՊ-ի հետ կոալիցիայի։ Այնպես ինչպես Երևանում մենք թույլ չտվեցինք, որ Երևանը վերցնեն ռուսամետ ուժերը, այնպես էլ հիմա, եթե ազգային ժողովում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մեր կոալիցիա կազմելով կանխվում է ռուսամետ ուժերի իշխանության գալը, առանց մտածելու միանշանակ կոալիցիա կկազմենք, որովհետև Ռուսաստանի հետ լինելը նշանակում է պատերազմի վերսկսում, որտեղ այդ ուժերը ինչ են ասում են մենք թրիփին դեմ ենք, մենք այս ստորագրած փաստաթղթին դեմ ենք, իսկ եթե դու գնում ես այդ ստորագրված փաստաթղթից հրաժարվում ես, դա ռեալ հնարավորություն է պատերազմ սկսելու։ Երկրորդ մենք մտածում ենք մեր երկրի ապագայի, մեր զավակների, ինչ չէ, նաև մեր թորների մասով։ Ու այս առիթից օգտվելով, նաև ձեր հարցից ելնելով, ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության այն երիտասարդությանը, ովքեր չգիտես ինչի պատրաստվում են կամ կարող են գնալ ու իրենց քվեն տալ ռուսական ազդեցության կուսակցություններին։ Այդ երիտասարդները ճիշտ կանեն հիմիկվանից, ասենք, իրենց գաջետների մեջ ներբեռնեն Yandex-ը, ներբեռնեն Rutube-ը, ներբեռնեն Одноклассника, որտեվ Ռուսաստանի հետ լինելու դեպքում իրենց հեռախոսներում անջատվելու է Facebook-ը, անջատվելու է մնացած բոլոր YouTube-ը, անջատվելու է մնացած բոլոր հավելվածները, այսինքն այն ինչ որ Ռուսաստանում նույնիսկ այսօր Telegram-ի անալիքներն են անջատված։ Պարոն Սարգսյան, ձեզ համար ընդունելի է կոալիցիա կազմել մի ուժի հետ, որը համարձակ քայլեր չի անում ռուսական ազդեցությունը թույլատնելու, բազան հանելու հետ կապված մտահոգություն չի տեսնում, Վլադիմիր Պուտինի դերը անգնահատելի է համարում պատերազմը կանգնեցնելու հարցում, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի հետ կապված չի կողմնորոշվում, հապկն է սառեցրել եւ այդպես թողել, ընդունելի կլինի ձեզ համար։ Մեր համար ընդունելի չի կոալիցիա կազմել մի ուժի հետ, ով Հայաստանի Հանրապետությունը տեսնում է Բելարուսի կամ Թաթարստանի։ Ոչ մեկ այդպիսի բան չի հայտարարել։ Ռոբերտ Քոչյանն ասել է, որ միութենական պետության մաս կազմելու խնդիրը քննարկման խնդիր է, բայց խնդիրը ասելունը չի։ Իրենք կրկնում են բոլոր
այն իմ չսիրած բառն օգտագործեմ նարատիվները, ինչը ասում է Մարիա Զախարովան, ինչը ասում է Լավրովը եւ ինչը գալիս է Լավ, ես Ռուսաստանից։ Ինչի այդ ամեն ինչը ասելով է, պիտի ասեն, որ ասենք, վայ, ասել են դրա համար։ Ասել է Ռոբերտ Քոչյանը, հստակ ասել է, որ ինքը չի բացառում քննարկումը Միութենական պետության մաս կազմելու առումով։ Հիմա ես հարցնում եմ, իսկ այն ուժը, որը համարձակ քայլեր չի անում արտաքին վեկտորի փոփոխության հարցում, դուք պատրաստ եք իրանց այդ կոալիցիայի գնալ եւ արդյոք դա նաեւ այսպես չի անդրադառնալու ձեր քաղաքական, այսինքն շահերի բախում չի լինելու, դուք ակնկալում եք ակտիվ շրջադարձ, Նիկոլ Փաշինյանը, եթե չասենք չի անում, ապա շատ դանդաղ է անում։ Գիտեք, նախ պիտի ասել, որ ինքը բալանսավորողները դեպի արևմուտք որոշակի քայլեր անում են։ Եվ եթե իրենք այդ քայլերը չանեին, Ռուսաստանը հակված չէր լինի ոչ հիբրիդային պատերազմով, ոչ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևիստների, եկեղեցու եւ այլնի ակտիվացմամբ այստեղ իշխանապողություն անել։ Սա ակնհայտ է։ Ոչ էլ Մեդվեդևը կասեր, թե զարմանում եմ, թե ինչի չեք սպանել, կամ Մարգարիտա Սիմոնյանը։ Այս ակնհայտ է, չէ՞։ Այսինքն այս մարդիկ ռուսներին չեն բավարարում։ Ովքեր ռուսներին չեն բավարարում, նրանց հետ կոմպրոմիսի գալը լրիվ հնարավոր է։ Ինչ վերաբերվում է մեր խոստումներին, այդ դեպքում մենք մեր խոստումները ոնց ենք կատարելու, մենք կոալիցիա կազմելու պարագայում պայմաններ ենք դրել։ Ինչի մասին պայմաններ ենք դնում նաև հիմա։ Ինչի մասին ես բարձրաձայնել եմ, որպեսզի մենք կարողանանք մեր խոստումները կատարել, մենք նոր այդ կոալիցիայում պահանջում ենք ձևավորել նոր փոխվարչապետի ինստիտուտ, որը պիտի զբաղվի ԵՄ-ի հետ համաձայնեցված եւ ԱՄՆ-ի հետ ստորագրած փաստաթղթերի կատարածումով։ Այսինքն մենք հետամուտ այդ վարչապետի բան ու գործ նլելու են, որ այն երկկողմ փաստաթղթի, ինչը ստորագրվել է Թրամփի հետ, այդ երկկողմ փաստաթղթի կետերը կատարվի։ Երկրորդ, մենք ասում ենք, որ պիտի ստեղծեք նախարարություն, որը ատոմային էներգետիկա եւ էներգիայի նախարարություն է, որ բնականաբար այս միանշանակ վերաբերվում է մոդուլային ատոմակայաններին, վերաբերվում է այդ երկկողմ փաստաթղթի երկրորդ կետին, վերաբերվում է էներգետիկ այլ աղբյուրների, այնպես ինչպես մարտկոսների արտադրությանը, նատրիումի իոնի վրա հենված, ինչի մասին ես այս վերջերս խոսել եմ, եւ Միացյալ Նահանգներն են եւ Եվրոպան են, որ կարող են այդ կարգի ներդրումներ անել Հայաստանում։ Երրորդ, մենք ասել ենք, որ գյուղատնտեսության նախարարություն պիտի լինի եւ ջրային ռեսուրսների։ Ինչու՞, որովհետեւ արդեն 5 տարի է, 10 տարի ես խոսում եմ, որ մենք մեր ջրային ռեսուրսները չենք կարողանում կառավարել։ Ջրային ռեսուրսները բացի են, որ իրենք այսօրվա աշխարհում են հիմնական, մանավանդ մեր հարևան երկրներում, հիմնական սպառում ունեցող ապրանքներ, դրանք նաև հիդրոէլեկտրոկայաններ են, դրանք նաև լրացուցիչ գումար են, դրանք նաև Հայաստանի դերի ազդեցության մեծացում են։ Եվ երրորդ ասել ենք Սփյուռքի եւ մշակույթի նախարարություն, մենք գտնում ենք, որ մեր պետության գլխավոր հենքերից մեկն էլ մեր մշակույթն է։ Մենք դրանով ենք հետաքրքիր նաև Եվրոպային ու Արևմուտքին, մեր տեսակով, մեր ձևով, մեր հին պետականություն ունենալով եւ նաև մեր սփյուռքով։ Եվ այդ սփյուռքը նաև օժանդակելու է էլի այդ ստորագրած երկկողմ փաստաթղթի այդ 3 կետերն ի կատարածելը։ Եվ այս նախընտրական շրջանում թոշակների բարձրացումը դուք համարում եք պետական մակարդակով ընտրակաշարք, թե ոչ։ Գիտեք ինչ, ես օրինակ երբ որ ընդդիմությունն է ասում, չգիտեմ, կգամ դեղերը կիչեցնեմ, ես կանեմ, են կանեմ, մտնում է պոպուլիզմի դաշտ, այդ իմ իմ համար հասկանալի է։ Երբ որ իշխանությունն է այդ բաներն անում, ես չեմ հասկանում, թե ինչի համար, որովհետև ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ով գտնում է, որ եթե մենք լրացուցիչ միջոցներ ունենք, այդ լրացուցիչ միջոցները պիտի դնել տնտեսության ու արդյունաբերության մեջ։ Եվ 1-2 տարի հետո ոչ թե 10,000 կավելացնես, այլ լուրջ ու ավելի լուրջ։ Այս փուլում դեմ էիք դուք բարձրացման։ Գիտեք ինչ, դուք ուզում եք, որ ես ինչ-որ տեսակետներ ասեմ, որ որոշ թոշակառուներ, ովքեր ինձ քվե էին տալու, այդ քվեն չտան։ Այո, դեմ եմ։ Այդ ձեզ բավարարեց։ Դուք եք որոշում ինչ պատասխանել։ Գիտեք, ես եմ որոշում, բայց հարցեր կան, որոնց կամ պիտի չպատասխանես, կամ եթե պատասխանում ես, սուտ չպիտի պատասխանես։ Ես գտնում եմ, որ այո, խոսել մարդկային հույզերից, խոսել հոգեբանական դաշտից, փիլիսոփայությունից, ու այդտեղ հիմնավորումներ դնել շատ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը սրանով քվեներ է փորձում հավաքել թոշակառուներից։ Իմ ասացի պատասխանը հենց դրանում էր, որ երբ որ ընդդիմադիր դաշտը ասում է, ես գամ դեղերը 20% կեժանացնեմ։
Երբ որ ասում է, որ իր դեպքում փոքր բիզնեսը զրոյական հարկ է վճարելու, ինչը հակատնտեսագիտական է, ուղղակի հակատնտեսագիտական է։ Երբ որ ասում է, որ ինքը գալու է, չգիտեմ, 300,000 աշխատատեղ է բացելու կամ գործարաններ է սարքելու, հարց է առաջանում, ընկեր, ու այդքան գումար ունեիր, մինչև իմի, ինչ ես դալմամոլը կառուցե։ Ու գործարան կառուցեիք, լուրջ գործարաններ, արդյունաբերական, տեղերում, հենց ձեր հայրենիքում, ուր են այդ գործարանները։ Երբ որ դա անդիմությունն է անում, այդ հասկանալի է։ Իրեն խնդիր է դրած մաքսիմալ քվե հավաքել, փորձում է այդ քվեն քերել, որովհետև բացատրելը, որ գիտեք ինչ, նատրիումի իոնի վրա հնարավոր է կուտակիչներ արտադրել Հայաստանում, եւ որ Հայաստանը դրա պաշարներն ունի 150 միլիոնից 200 միլիոն հենց Երևանում աղիանքի տարածքում, որ դա ապագայի նյութ է, որ դրանով զբաղվող մարդիկ ու ընկերություններ կան, բայց իրենք չեն կարող այդ ճանապարհով գնալ, որտեղ Ռուսաստանը ինքը այդ ճանապարհով չի գնում, իրենք չեն կարող դրանից խոսել։ Երկրորդ դրա մեջ իրենք չեն էլ ուզում խորանալ։ Իրենք չեն ուզում խորանալ Nvidia-ի մասով, իրենք չեն ուզում խորանալ Արարատյան դաշտավայրի տեղեկատվական կենտրոն արհեստական ինտելեկտի մասով։ Իրենք բացարձակ, այսինքն այս խնդիրները բարդ են։ Ցավոք սրտի իշխանությունն էլ այս խնդիրներից չի խոսում։ Իշխանությունը ցույց է տալիս, որ տնտեսական աճ կա, բայց տնտեսությունը ինքը որպես այդպիսին չի փոխվել, չէ՞։ Այդ տնտեսական աճը հարկային դաշտ բերելու վրա է, Սաթիկ Տոտայի ՀԴՄ-ի կտրոնի վրա։ Տնտեսության ձևի փոփոխություն տեղի չի ունեցել։ Եվ այդ առումով ընդդիմությունը, այսօրվա իշխանությունը իրար նման են, նույն գիծն են տանում։ Իսկ այդ գիծը փոխելու միակ հնարավորությունը օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի գոնե այն երկկողմ փաստաթղթի 3 կետերը կպած առավոտից իրիգուն մինչև վերջ հետևից գնալն է ու դրանով նորանոր առաջարկներ ու պայմաններ դնելը։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել էր Լեհաստան։ Իսկ Լեհաստանում ինչ առաջարկներ արվեց։ Չգիտեմ, օրինակ ես չեմ բացառի, որ ասենք որոշ ժամանակ հետո Դեպի նպատակը Տուսկի այդ սրտիկով ռիլ բանանն էր, հրապարակել։ Հա, ասենք արեց, այդ էլ լավ է, որ ցույց են տալի, որ մարդկային լավ հարաբերություններ կա, բայց Լեհաստանը ինչով է հետաքրքիր։ Օրինակ ես հետաքրքրվել եմ, պարզվում է, որ Լեհաստանը Ուկրաինային մատակարարել է անօթաչու թռչող սարքերի դեմ պայքարող հակաօդային սարքավորումներ, որը աշխարհի բոլոր այն ռազմական գործնեության կամ ռազմական գիտության մասնագետների կարծիքով իրեն լավագույնն է դրսևորել այդ պատերազմը։ Նույնիսկ անունը ինչ որ Sky Systems APS IS անունով Sky System SPS, եթե չեմ սխալվում։ Սա Ուկրաինայում ամենալավագույնը հակաօդային պաշտպանության դեմ օգտագործող սարքերն են։ Հիմա կարող է մի ամիս հետո ասենք Լեհաստան գնա Հայաստանի պաշտպանության նախարարը եւ այդ հակաօդային սարքեր գնելու փաստաթուղթ ստորագրվի։ Եթե նման բան կլինի, ես այդ սրտիկը կողջունեմ շատ։ Եթե չի լինի, այդ ուղղակի կմնա որպես սրտիկ։ Լեհաստանում օրինակ կառավարման համակարգը իմ համար շատ հետաքրքիր է։ Լեհաստանում կա Օրլան ընկերություն, որը Լեհաստանում ներկրվող բենզինի ու դիզել վառելիքի շուկայում 45% սեփականություն ունի։ Եվ այդ Օրլանը պետական սեփականություն է։ Այսինքն պետությունը մասնակցում է այդ բիզնեսում գները ոչ թե վերահսկում է, այլ որպես մասնակից գները վերահսկում է։ Գազի եւ հեղուկ գազի բիզնեսում այդ Օրլան ընկերությունը 80% բաժնեմաս ունի։ Ինչի եմ այս մասին ասում, որտեվ իմ եղբայրս Վազգեն Սարգսյանը իրենք 99 թվականին Կարեն Դեմիրճյանի հետ այդ պետության մասնակցության մասին ամբողջ քարոզարշավ ու նրա դերի մասին, որ բացի վերահսկող լինելուց պիտի պետությունը մասնակից լինի, որտեղ ներկրվող ապրանքների գները կարգավորվեն, այս մոտեցման կողմնակից էր, այս շատ ճիշտ։ Պարոն Սարգսյան, եւ վերջում արդեն ձեր ցուցակը པարզ է, ձեր թեկնածու լինելը հայտնի է, մնացած դասավորությունը միայն ձեր կուսակցությունից են լինելու, թե նաեւ անկուսակցականներ են լինելու։ Պիտի ասեմ, որ նախ իմ առաջին համար լինելն էլ համագումարը պիտի հաստատի եւ
համագումարը պիտի հաստատի նաև նոր քաղաքխորհուրդը եւ պիտի հաստատի այն 30 առաջին 30 համարին։ Այս թեմաներով իհարկե կուսակցության ներսում զրուցում ենք, ընդհանուր հայտարարի գալիս ենք։ Այլ ուժերի հետ կա բանակցություն։ Քաղաքական ուժերի ոչ չկա այս փուլում մենք դեռ ինքներս մեր մասնակցության ու մեր եղած հնարավորությունների մենք ինչպիսին ենք ուզում, ինչ ենք ուզում, այս համատեքստում ենք Ասում են սա արևմտամետ ընտրազանգված ունեցող քվեների փոշիացում է լինելու, երբ որ այդ արևմուտք ձգտողները առանձին են մասնակցում։ Ես բացարձակ այդ տեսակետը չեմ կիսում, ես համարում եմ այդ հորինված բան, օրինակ արևմտյան ամբողջ թևը Գյումրիում մասնակցում էր ու ինչ։ Ոչ մի բան, զրո արդյունք։ Այն տեղերում, որտեղ որ մենք միայնակ ենք մասնակցել, օրինակ մենք մասնակցել ենք Մեղրիում միայնակ եւ մեր Բագրատ Զաքարյանը 49% քվե է հավաքել։ Մենք Թումանյանում մասնակցել ենք միայնակ եւ մեր տեխնացու Սուրեն Թումանյանը 51% քվե է հավաքել։ Մենք Երևանում մասնակցել ենք միայնակ եւ մեր տեխնացու Արտակ Զեյնալյանը 11% քվե է հավաքել։ Մենք վաղ շաբաթում մասնակցել ենք հասարակական սեկտորի տեխնացուի ներկայացուցչով եւ մենք հաջողության չենք հասել։ Մենք Գյումրիում մասնակցել ենք արևմտյան դաշտի ամբողջական կոնսոլիդացիայով եւ արդյունք չենք հասել։ Այսինքն խնդիրը այդ կոնսոլիդացիայի մեջ չի։ Երկրորդ ինձ զարմացնում է, որ մարդիկ ասում են, այ տեսեք, այսօրվա ռուսական ընդդիմությունը տարբեր ֆլանգներով է մասնակցում ու կգնանք միավորվենք Գյումրի երկուս կանեն։ Իսկ այստեղ որ 50-ից մինչև 58% քվե կա, ասում են այ կգնանք փոշիացնեն։ Չէ, մենք գնալու ենք եւ մենք Երևանի մեր ունեցած ցուցանիշ կրկնելու ենք։ Շնորհակալություն, պարոն Ես եմ շնորհակալ։